Ընտրեմ երկու հարց։ Տեխնիկապես հնարավոր եղել է առանձնացնել ձայնագրություններից այն հատվածները, որոնք պարունակել են վիրավորանքներ, արատավորող տեղեկություններ, չկորցնելով համապատասխան հանցագազմի հանրությանը մատուցելու կոնտեքստը։ Ընդհանուր պատասխանը տեխնիկապես որքան հնարավոր եղել է համատեքստը չկորցնելու համար առանձնացվել է, սակայն եթե ընդհանուր առանձնացներ, հարգելի դիմող, այնտեղ այնպիսի վիրավորանքներ կան Հայաստանի բոլոր քաղաքացիների հասցեին, որ եթե նման նպատակ հետապնդեր հակակոռուպցիոն կոմիտեն, ավելի շատ հետաքրքիր ձայնագրություններ կան, որ կհրապարակվեին, բայց հետապնդելով միայն իրավական եւ կանխարգելիչ նպատակ, արել է իր լիազորությունները։ Վերջին հարցը ցանկանում տալ։ Որը կոնկրետ օրինակի վրա եմ ուզում տալ։ Մի հատված եմ հրապարակումից ստանալու, մեկ րոպե ատել է դատարան, խոսակցություն է գնում փողի մասին, այս կոնտեքստը ընդունում է որպես հրապարակման եւ հաջորդ կտորը, որը լրիվ առանձնանում է նախորդ բանից, խնդրեմ մեկնաբանել, ինչքանով է նշանակություն ունեցել կոնկրետ վարույթի համար, ինչքանով է նշանակություն ունեցել ընտրական հանցագործության։ Գիտակ, որ ինչ ասում, հենց տղայ, սեզեսի կայնած են կտել, որը սաղը, բախվեր մեկը բենսան է պոյր ուտել, բախվեր 10 զրգել է, հետո 20, բախվեր բանը, բենսինովա մի ավտոն, ես ինչ բան, ման մի հատ 20 էլ որ վրգեր, սնա վրգել եմ, դեդի դու իմացել է պրոստո։ Սաղբեր եք դիրտ կստապել, էդի ու մասին է խոս, կանդազ, մի խոսքից ենք էդ նույն տղեկը, աղբեր, էդ նույն տղեկը, կանդազի հետ են, որդը գիտել որ եկուս կանդազում են պաշտոնյա տարվելու դրաստան որ չտարավ, աղելի պայնվամը գուտ էդ նայն, ես չորի գողանով հելի էր են, գողան, միեր գողան, են աղջիկ են, սինք, լավ, մինիմումում պետք է դարնաս կյոպլիվիտ նախարար, քարոնային, Եկան էլ Ձեհամար պարզ է դուք լսել եք ձեզ։ Ձայնակ ինձ համար պարզ է, կարող ենք ընդհատել ես արտականացնեմ, ինչ կապ ունի Մարտակերտի միլպետը ում ինչ ասել, ինչ որ մեկը սպանության մեջ բամբասանքի մակարդակով մեղադրվում է, թե չէ, հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող գործի հետ, ընդ որում սա ասենք ամբողջական խոսքի մասը չէ, որ մի տեղ բան էին խոսում, սա մեջ ընկավ, հետո ուրիշ բան շարունակեցին, ակնհայտորեն ինքը այլ խոսակցությունից կտրած, կամ այդ նույն խոսակցությունի այլ րոպեներից կտրած եւ վերած փողի խոսակցությանը կպցրած հատվածը։ Խնդրեմ սա մեկնաբանեք։ Պարոն հարգելի դիմող, նախ դա այլ խոսակցությունից կտրված եւ այդ խոսակցությանը միացած խոսակցություն չէ։ Սա ընդհանուր խոսակցության մաս է, զարմանում է, որ առասպաստական տվյալներին դիրապետելու հստակ մեր գործողությունների գնահատական եք տալիս։ Ինչ վերաբերում է ձեր ասած Մարտակերտի միլպետի հայտարարությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեն իր իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այս դեպքի արդի, որը հենց իր ՕՀՄ-ների մասն է կազմել, նախաձեռնել է քրեական վարույթ սպանության կատարելու դեպքով եւ ուղարկվել է քննչական կոմիտե, այսինքն այդ ժամանակ հակակոռուպցիոն կոմիտեի մասն է եղել։ Ինչ վերաբերում է հրապարակմանը, ես դիմումում այդ ամեն ինչը գրած է, այս դրաման եմ տեղեկացած։ Ենթադրյալ ինչ դիմումի մասն է խոսքը։ Դիմումը Սահմանադրական դատարանի անդրադարձ Արթուր Ավանեսյան, եթե չեմ սխալվում։ Այո, չեմ ասում։ Արթուր Ավանեսյանի խոսակցության վերաբերյալ այնտեղ երկու զինվորական խոսում են հրապարակումը հրապարակված, որ իր ասենց վերաբերմունք կա իր նկատմամբ, ոչ մեկ իր կողքին չի եւ իր կողքին են, որովհետեւ կա առաջարկ։ Սա եթե մենք առանցին ենք դիտարկում, առանց համակցության մեջ, առանց վերլուծելու թե ինչ հանցակազմը մեղսագրված Արթուր Ավանեսյանին, որ ընտրակաշառք է տվել։ Ընտրակաշառքի առարկան ինչ է հանդիսացել։ Մարդկանց ընտրվելուց հետո աշխատանքով ապահովել է։ Հետևաբար խոսակցությունը, փաստական տվյալը
որ իրականում այդ անձիկ նրա կողքին է, որպեսզի հետագայում ունեն ակնկալիքներ, փաստական տվյալ է հիմնավորող, թե ոչ։ Սա առաջին հերթին։ Երկրորդը զինվորականների մասով։ Ասում վիրավորանք ասում, ասում զանգել են ուղիղ ուզում են։ Փողի մասին է խոսում։ Կա քրեական վարույթ նախաձեռնված։ Նյութապես շահագրգռելու նպատակով տարբեր զինվորականների պատերազմի մասնակիցների հավաքի տանել։ Նախաձեռնությունը շարունակվում, այլ տվյալներ չեմ կարող։ Այս հատվածը ընտրական անձնագործության վերաբերյալ տվյալ պարունակում։ Ավարտում ենք։ Մեկ հարցը է։ Մենք արդեն չափից Վերջին հարցն է, դա ոչ թե 10 րոպե, այլ 15 րոպե արդեն երկարել է։ Ավարտում ենք։ Վերջին ձևակերպումը տամ, քանի որ պատասխանն է, չէ, որ սրանով էլ գործ են խառուցել, առանձնացրել ուղարկել են կան։ Հիմա խնդրեմ, այս հրապարակումը, որը կատարել եք։ Պարոն Խուբերյան, խնդրում եմ անջատեք։ Կարող ենք։ Պարոն Խուբերյան, Սախի մաման։ պարոն Խուբերյան, լսում եք։ Հաղորդագրում կատարենք, այս արվիթով առանձնացրել եք հարցը եւ հարուցել եք բռնակալության վերաբերյալ գործ։ Դուք շնորհակալություն, կարող եք արդեն նստեք, մենք ժամանակը լրացավ մեր։ Հիմա հարցեր տալու հնարավորությունը